Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 28-ի համար։ Բոլոր տարվա ծնված նշանների համար։ Օրը երեքշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հոկտեմբերի 28-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, լինի դա հիվանդանոց, ուսումնային կենտրոն, թե մեկ այլ տեղ, բայց կարծես թե չեք ավարտում գործերը, գուցե դրա հետ է կապված։ Այդ օրը ինչ-որ գործեր չեք ավարտում։ Նաև հանդիպում ունեք, սեղանի շուրջ եք նստելու, ժամ եք պայմանավորվել, կարծես թե ժամին ուշադրություն դարձրեք, կամ ինչ-որ մեկը կարող է ու ժամին ուղղակի տուն գալ, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ հենց կարող է մարդիկ ու ժամի տուն են գալիս եւ ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, բայց չեք տխրում։ Դա նշանակում է, որ ինչ-որ մի տեղից, ինչ-որ մի բանի մասին լսում եք, որը ձեզ ցավ է տալիս, ուրիշ ոչինչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 28-ին, 31-ին։ Հարգելի ցուլեր, նաև եզեր, հա, տարվա ծնվածով այդպես է կոչվում, այդ օր ինչ-որ սուտ կա, որը ձեզ տհաճություն կարող է տալ, տհաճ է ձեզ համար, ինչ-որ մեկը կարող ինչ-որ մի բան է ասել, չի արել, կամ հենց սուտ է խոսում։ Մյուս կողմից հաջողություն ունեք, որը իրադարձություններ են, որոնք որ ամեն ամիս կատարվում է, միգուցե դա է, կարող ասել են վճարել ենք, բայց չեն վճարել։ Նաև վերջին մեկ ամսվա իրադարձություն կարող է ավարտվել, նաև դա ամեն ամսվա ինչ-որ իրադարձություն է, որ կարող է ավարտվել։ Եվ ոմանք կգնան ժամադրության այդ օրը, ոմանք նաև պայմանավորվեն իրենց հարազատ մարդկանց հետ, որպեսզի հանդիպեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հոկտեմբերի 28-ին։ Հարգելի վագրեր, գումար եք ծախսելու կամ հյուր գնալու համար, կամ հյուր ընդունելու համար, երկուսից մեկը։ Ոնց որ քաղցրավենիք եք կամ տանելու, կամ հյուրասիրելու։ Նաև ինչ-որ մի հնարավորություն այդ օրը ձեր ձեռքից կարող եք բաց թողնել, ուշադիր եղեք, եւ նվեր է սա։ Նվերը դե կարող է լինել նաև քաղցրավենիք, գումարը ծախսում եք, նվեր եք գնում, քաղցրավենիք, օրինակ, որ տանեք հյուր, կամ դուք եք ստանում։ Դե եթե առիթ է, ապա դուք նվեր կստանաք հենց իրական։ Նաև հանդիպում ունեք այստեղ։ Հանդիպում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հոկտեմբերի 28-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ինչ-որ սուտ կա, նաև գումար ծախսելու համար ուշադիր եղեք, այդտեղ կարող է ինչ-որ բան եք պատվիրում, դա է սուտ, մի քիչ ուշադիր եղեք, ինչ-որ մեկին եք վճարում, դա է սուտ։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր մտերիմ անձնավորության հետ, նաև դե գումար եք կամ ծախսելու հենց այդ ժամանակ, կամ նաև գումարի մասին կխոսեք ինչ-որ մեկի հետ, եւ սուտը մի մոռացեք։ Նաև այդ օրը ոմանք սիրային ժամադրություն ունեն, կարող եք գնալ սիրային ժամադրության, նաև հանդիպում կարող պայմանավորվել ձեր սիրելի մարդկանց հետ, օրինակ այնտեղա ձեր հարազատ, նաև այստեղ ընկերն է ցույց տալիս, եւս հա կարող է ընկեր է, որը հարազատ է, որը նաև այ իր հետ կարող եք պայմանավորվել, ինչ որ գործեր կմնան այդ օրը, չեք հասցնի ավարտեք։ Սեղանի շուրջ եք նստելու եւ հաջողություն ունեք։ Միգուցե սեղանի շուրջ ոնց որ հաջողությամբ լավ է անցնում, այդպես կարելի ասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հոկտեմբերի 28-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը նորություն եք լսելու, նաև կարող դա կապված է աշխատանքի հետ, ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք կգնան հարցազրույցի, պետական աշխատող հետ կարող եք հանդիպել, նաև բիզնեսը առաջ տանել կամ բիզնես բացել, սեղանի շուրջ եք նստելու, նաև տանը առիթ կա կամ ձեր տանն է կամ պետք է գնաք այդ առիթին, նաև տան հետ կապված ինչ-որ հարցեր են, և յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, հետո նոր արեք, մի շտապեք ոչ մի հարցում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հոկտեմբերի 28-ին։ Հարգելի օձեր, այդ օրը կարող եք հանդիպել ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, նաև ինչ-որ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս նույնպես կկատարվեն կամ վերջին մեկ ամսվա իրադարձությունը, որը կավարտվի, նաև դա կարող է լինել այդ ամեն ամսվա իրադարձությունը, դա ավարտվի նաև։ Հուզված եք մի փոքր երեկոյան, կարող եք նաև արտասվել, պարկածեք, նաև ինտիմ հարաբերություններ է ոմանց համար, նաև կարող է հենց դա է, պարկածեք և ինչ-որ բանի մասին եք մտածում և հուզվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձերին։ Ինչ է սպասվում ձիերին հոկտեմբերի 28-ին։
Հարգելի ջիեր, այդ օրը որոցը գաղտնիք կբացահայտվի, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, ձեր մտերիմ անձնավորության հետ, միգուցե տարբեր մարդիկ են, առանձին հանդիպում եք, եւ ինչ-որ հարազատ մարդու եւ նաև ձեր ընկերոջը։ Եվ առիթի ձեզ այդ օրը կհրավիրեն, հաջողություն ունեք, նաև պայմանավորվածություն, ոմանց մոտ սա սիրային ժամադրություն է, ոմանք էլ հենց կպայմանավորվեն իրենց հարազատ, ձեզ համար մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հոկտեմբերի 28-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխար է կոչվում, սպասում եք առավոտյան ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի եք սպասում, նաև օրվա ընթացքում ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, բայց չեք տխրում, դա նշանակում է, որ ինչ-որ հստակ ձեզ չի այդ ցավը վերաբերվում, ուղղակի ինչ-որ բան եք լսում, դա ձեզ ցավ է տալիս, օրվա ընթացքում նորություն կլսեք, ոմանք կողան պարկել, հանգստանալ, օրվա ընթացքում ոմանց համար ինտիմ հարաբերություններ է սա, գումար եք ստանալու, նաև ունեք թաքուն եռանկյուն հարաբերություններ, նաև թաքուն սիրային հարաբերություններ, որոնք որ կարող եք գնալ, հանդիպել տվյալ անձնավորության հետ։ Նաև դա թաքուն գործողություններ են, որոնք որ ոչ ոք չգիտեն։ Ինչ որ մի բան կարող եք անել, անակնկալ պատրաստել ինչ որ մեկի համար եւ այլն։ Կարող ինչ որ թաքուն բաներ են, որոնք որ ձեզ ցավ են տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հոկտեմբերի 28-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը ոչ հնարավորություն կողակ ձեր ձեռքից բաց թողնել։ Նաև տատանվում եք, ծանրութեթև եք անում, միգուցե դա է, այնքան երկար եք ծանրութեթև անում, մինչև ոնց որ կորցնում եք այդ հնարավորությունը։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, պետք է գնաք, զբաղվեք դրանով։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորված են իրենց հարազատ մարդկանց հետ, սիրելի մարդկանց հետ, որ հանդիպեն։ Եվ այդ օրը ձեզ առիթի կհրավիրեն կամ միգուցե դուք եք ինչ-որ առիթ եք ստեղծում ձեզ համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղողներին։ Ինչ է սպասվում ակաղողներին հոկտեմբերի 28-ին։ Հարգելի ակաղողներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, ոմանք կարող են ժամադրության գնալ, ոմանք պայմանավորված են իրենց սիրելի մարդկանց հետ, նվեր կարող եք ստանալ, կամ քաղցրավենիք է սա, կամ ծաղիկներ են, նաև սեղանի շուրջ կնստեք, եւ այստեղ ինչ-որ կամ ինչ-որ մեկից եք հիասթափվում, կամ ինչ-որ մի բան է ձեզ ցավ տալիս, դա է ձեր տխրության կամ հիասթափության պատճառը։ Գումար կստանաք եւ ինչ-որ հարցին վերջնական լուծում կտաք, ինչ-որ վերջնական որոշում կկայացնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հոկտեմբերի 28-ին։ Հարգելի շներ, այդ օրը հրավերք կունենաք որևիցե առիթի, նաև ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, նաև ոմանց կարող են սիրո խոստովանություն անել կամ դուք անեք սիրո խոստովանություն դիմացինին, ոչ թե գաղտնիք կբացահայտվի, դա կարծես թե այդքան էլ ձեզ դուր չի գալի, որտեղ ինչ որ մի բանը ձեզ ցավ է տալիս, միգուցե այդ գաղտնիքն է, միգուցե նաև
ոչ, հա, օրվա ընթացքում ինչ-որ մի բան է։ Եվ գումարի մասին ինչ-որ մեկի հետ կխոսեք, ոմանք գումար կծախսեն, գումար կվճարեք, հա, ինչ-որ նաև ինչ-որ բանի համար, ոմանք ժամադրության կգնան սիրային կամ նաև պայմանավորված եք ձեր հարազատ մարդկանց հետ, հա, դրա համար կարող է պայմանավորվել եք, որպեսզի գնաք առիթի, ինչ-որ նվեր եք գնում, այնտեղ, հա, գնում եք, բոլորն այնտեղ են, ձեր հարազատ մարդիկ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հոկտեմբերի 28-ին։ Հարգելի վարազներ, նաև խոզեր են նշանակում։ Այդ օրը գումար կծախսեք, նաև գումար էլ ստանալու եք, հա, գումարը ինչպես գալիս է, կարծես թե այնպես է գնում է։ Նաև օրվա ընթացքում երեխաների հետ կապված ինչ-որ հարցեր կան, միգուցե ձեր երեխաներն են ընդունվում աշխատանքի կամ գնալու են հարցազրույցի, կամ նաև երեխաների համար է սա, կարող է երեխաների առիթն է եւ այլն, եւ դուք աշխատանքի հետ կապված այնտեղ խոսում եք, որպեսզի շուտ դուրս գաք։ Եվ բացի դա էլ այստեղ դուք կարող եք աշխատանքի ընդունվել երեխաների հետ կապված։ Հա, այնտեղ մանկական ինչ-որ սրճարան է, մանկական ինչ-որ այնտեղ յուրաքանչյուր բան ինչ-որ երեխաներին է վերաբերվում, կամ նաև կարող է բժիշկ եք ընդունվում, այն հատուկ գինեկոլոգիայի բաժին է։ Նաև դա հարցազրույց է, կամ կարող է ձեր երեխան այդ օրը գալ ձեզ մոտ աշխատանքի, մնալ այդտեղ ձեզ հետ, չի բացառվում։ Եվ գումարի արդեն ասացի կստանաք, նորություններ կլսեք, նաև ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ այդ օրը կարող են գալ ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։